Բարև ձեզ սիրելի շունեցիներ, գորիսեցիներ, արցախցիներ, սիրելի հարազատներ։ Թույլ տվեք ողջունել և շնորհակալություն հայտնել մեր բոլորի անունից այսօրվա միջոցառմանը մասնակցելու համար։ Իրականում բոլորիս ակնկալիքը մեկն է, որպեսզի մենք հունիսի 7-ին օրինական ճանապարհով ընտրություններով կարողանանք կանգնեցնել այն բոլոր թերությունները, այն բոլոր արհավիրքները, այն բոլոր ակումբները, որ կախվել են Հայաստանի Հանրապետության վրա։ Եվ բոլորիս ակնկալիք է այն է, որ մնացած 10-11 օրերի ընթացքում մենք բոլորս միասին աշխատենք, ոչ միայն այս դահլիճում, այլ նաև բոլորս մեր հարազատների, բարեկամների, հարևանների բոլորի հետ, որովհետև կարծում եմ, որ մեր ազդեցությունը, մեր հնարավորությունները շատ ավելի մեծ են, ինչպես այստեղ խոսվեց, և գորիսցու ըմբոստ կեցվածքը, արժանապատվությունը մենք պետք է կարողանանք, հունիսի 7-ին պետք է կարողանանք պահել։ Ակնհայտ է, որ այս դժվար իրավիճակից մենք կարող ենք դուրս գալ միայն փորձառությամբ։ Եվ մենք բոլորս հասկանում ենք, որ այսօրվա քաղաքական դաշտում քաղաքական, ռազմաքաղաքական գործունեության առումով ամենափորձառու թիմը Հայաստան դաշինքն է, մեր թիմի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, և այդ փորձառությունը մի քանի անգամ ապացուցվել է Արցախյան շարժման, Արցախյան ազատամարտի, Հայաստանի անկախության, պետականության կերտման ժամանակահատվածում և մեր առաջնորդը գործուն դերակատարություն է ունեցել։ Ապացուցվել է այն ժամանակ, երբ որ անցումային փուլին բնորոշ իրավիճակ էր, դժվար իրավիճակ էր և Հայաստանում և Արցախում, և Ռոբերտ Քոչարյանը ստանձնեց երկու պետությունների ղեկավարությունը, նախագահությունը և ամրապնդեց մեր պետականությունը, զարգացրեց տնտեսությունը, զարգացրեց ենթակառուցվածքային ամբողջ ցանցը, համակարգային անվտանգային գործունեություն իրականացրեց, և այդ ամենի արդյունքը մենք տեսանք, որ Հայաստան և Արցախ միասնական համակարգն էր, և տարիներ առաջ, մինչև 2020 թվականի պատերազմը, Արցախն էր մեր սահմանը, Արցախն էր, կարելի ասել, մեր զրահաբաճկոնը, Արցախն էր մեր վահանը, և մենք չէինք առնչվում սահմանային որևիցե մի խնդիրների։ Ես ուզում եմ նաև ասել, որ մեր թիմը փորձառություն է ձեռք բերել նաև 21 թվականի արտահերթ ընտրությունների ընթացքում և նաև թիմի պատգամավորական խումբը ազգային ժողովում և ազգային ժողովից դուրս դաշինքի հետ միասին իրականացրել է իր գործունեությունը և ուզում եմ այստեղ այս պահին կարևորել մանավանդ Սյունիքի երկու պատգամավորների առկայությունը Աննա Գրիգորյանի և Սիսիանից Արտուր Սարգսյանի ներկայությունը, որոնք իրենց ըմբոստ կերպով պայքարել են և մեր դաշինքը և մեր թիմը ցույց է տվել, որ մենք կարող ենք վերականգնել, կարող ենք ծնկի իջած վիճակից բարձրացնել հայ ժողովրդի ոգին և նաև կարող ենք պայքարի ոգի, պայքարի օրինակ ստեղծել մյուս քաղաքական ուժերի համար, ինչը մենք իրականացրել ենք։ Այդ ամենը փորձառության շնորհիվ է։ Ովքեր են մեր դիմաց, ովքեր են այս երկիրը այս իրավիճակին հասցրել։ Մի մարդիկ, որոնք փորձանք են բերել մեր երկրի գլխին։ Մեր երկիրը դարձրել են փորձադար, այն հայտնի խոսքերով։ Մեկ էլ փորձենք, փորձը փորձանք չի։ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ և ինքը այն աղետը բերել է ոչ միայն Արցախի վրա, Արցախը հայաթափվեց, Արցախի նկատմամբ ագրեսիա իրականացվեց և կարելի ասել նաև ցեղասպանություն իրականացվեց։ Ինքը այդ փորձանքը բերել է նաև սահմանամերձ բնակավայրերի բնակիչների համար։ Այստեղ ասվեց, բայց ես ուզում եմ մեկ անգամ ևս կրկնեմ, որ երբ որ Արցախում պատերազմ էր և նորմալ ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է կրահեր, կանխատեսեր հակառակորդի հնարավոր գործողությունների բնույթը և հեռանկարային գործունեությամբ
կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել։ Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ոչ մի բան չձեռնարկեց սահմանային, հատկապես Սյունիքի պաշտպանությունը կանխորոշելու եւ նախապես իրականացնելու համար։ Ադրբեջանցի, ուրեմն առաջի գծից 100 կիլոմետր մինչև Գորիս, Սիսիան, Կապան, Սևլիչ, Իշխանասար ավելի արագ եկավ, բարձրացավ մեր ռազմավարական բնագծերը, մեր ռազմավարական կետերը, քան թե մենք մեր առջևում ունեինք բնակեցված, ուզում կրկնում եմ, բնակեցված բնակավայրեր, եւ մենք տեղ չկանգնեցինք, ես նկատում եմ ոչ թե մենք, այլ Նիկոլ Փաշինյանը, տեղ չկանգնեց բնակեցված բնակավայրերի բնակչությանը, մեր քաղաքացիներին, որպեսզի իրենց իսկ ուժերով նախորդ բարձրանան եւ զբաղեցնեն այն դիրքերը, որոնք այսօրվա Ադրբեջանի կողմից զբաղեցրած չէին լինի։ Երեք մենք Կապանում էինք եւ Գորիսում էինք։ Մոտավորապես 7 Գորիսի կամ 7 Կապանի տարածք Հայաստանի Հանրապետությունից, 7 անգամ Գորիսի տարածք։ Այսօր ադրբեջանցիները զբաղեցրել են եւ հետ չեն գնում եւ դրանով իսկ նաեւ պարտադրում են Հայաստանի Հանրապետության իշխանություններին։ Ճնշումներ գործադրում, որպեսզի հայ-ադրբեջանական հարաբերություններում ունենան առավելություններ։ Այս իշխանությունները, տեսեք, այս ամենի շրջանակներում ասում են, որ մենք մեր պարտականությունը փայլուն ենք կատարում։ Ես մեկ անգամ անդրադարձել եմ, այո, դուք փայլուն կերպով, ուրեմն ձախողեցիք բանակցային գործընթացը, մտցրեցիք մեր երկիրը փայլուն կերպով պատերազմական վիճակի, ոչ մի բան չարեցիք պաշտպանությունն իրականացնելու եւ մեր դիրքերը, Հայաստանի Հանրապետության դիրքերը փայլեցրեցիք եւ տվեցիք մեր հակառակորդին։ Փայլեցնել բառը այստեղ ես հենց այնպես չեմ ասում, որովհետեւ նոր կառուցված այս բնագծերում 30 դիրքերից 15-ը նորից հակառակորդի կողմից գրավվել է։ Եվ այս իրավիճակում մենք փորձում ենք այսպես դիմանալ այս իշխանություններին։ Իրենք ասում են, որ մենք ինչ-որ բան են անում, ասում են մենք աննախադեպ առաջին անգամ ինչ-որ գործողություններ ենք իրականացնում։ Աննախադեպ նենգափոխում են մեր պատմությունը եւ աննախադեպ PR-ով են զբաղված, փոխանակ զբաղվեն իրենց գործերով, զբաղված են SMS-ներով իրենց գործողություններ իրականացնելու։ Մեկ խոսք եւս բանակի մասին, ես չէի կարող չխոսել բանակի մասին, որովհետեւ գտնվում եմ մի այնպիսի տարածքում, որոնք որ ոչ միայն բանակի կողքին են եղել, այլ նաեւ այստեղ ձևավորված կամավորական ջոկատները իրենք են հիմք կազմել Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության կանոնավոր բանակի ստեղծման։ Եվ այսօր ձեր բոլորի գործունեությունը, մեր գործունեությունը։ Երկրի ղեկավարը, վարչապետը փորձում է զրոյացնել։ Մի քանի օր առաջ, 2 օր առաջ ինքը այսպիսի արտահայտություն արեց, որ մենք բանակի ստեղծումը զրոյից ենք ստեղծվել։ Իրականում զրոյից է մեր բանակը կառուցվել, ժողովրդի ուժերով, միասնական ջանքերով։ Այդ բանակը հաղթանակած է եղել տարածաշրջանում մրցունակ, որովհետև նույն հակառակորդը չի կարողացել ոչ մի գործողություն իրականացնի, մեր նկատմամբ միջազգային առումով փոխգործունակ, որովհետև մենք բազմաթիվ զորավարժությունների ենք մասնակցել եւ ապացուցել, որ մենք մարտունակ ենք։ Եվ այսօր ուզում եմ այս ամբիոնից մեր հայրենիքից, մեր բոլորի հայրենիքից Նիկոլին պատասխանել։ Դու բանակի զրոյից ստեղծման հետ բացարձակ կապ չունես։ Դու բանակի զրոյացնելու հետ անմիջական կապ ունես։ Դու ես մեր բանակը քայքայել, դու ես որ ոչ մի բան չես արել մեր պաշտպանությունն իրականացնելու եւ դու ես որ բազմաթիվ միլիարդների զինամթերք ես թողել հակառակորդին եւ հետ վերադարձնել մեղքը գցելով ուրիշների վրա անվանելով որ փախել է։ Հիմա ինչ ենք մենք անելու բանակի հետ կապված։ Կարճ ասեմ, որ նախ եւ առաջ հայեցակարգն է փոխվելու, հայեցակարգի հիմքում դրված է լինելու մարտունակ բանակը։ Այս իշխանությունները ասում են պաշտպանունակ բանակ։
Պաշտպանունակ բառը վերաբերում է պետությանը, որը որ իր մեջ ներառում է տարածքի, բնակչության, բոլոր ենթակառույցների, բարոյաքեբանական մակարդակի, հավաքական կամքի, միասնության եւ ամենակարևորը նաեւ նույն մարտունակ բանակի։ Իսկ մարտունակ բանակը նշանակում է մարդ վարելու ունակ բանակ։ Վերականգնելու ենք այդ մարդ վարելու ունակությունները։ Առաջին հերթին համալրման հետ կապված աշխատանք ենք տանելու, որտեղ այսօր բանակի համալրումը, այս իշխանությունները թեկուզ բանակի իմ հարազատ կառույցն է, այս իշխանությունները ձախողել են իրենց կեղծ ատեստավորման, այսպես ճակերտավոր ասած ատեստավորման հիման վրա։ Մենք բանակի ողջ անձնակազմի բազային աշխատավարձը բարձրացնել են։ Ողջ անձնակազմի բազային աշխատավարձը, ընդ որում նաև պայմանագրայինների առանց որևիցե մի քննությունների, որովհետեւ սահմանամերձ գորիսեցին, սյունեցին, հնարավորություն ունենալ գյուղատնտեսության հետ մեկտեղ, նաև ծառայությունը տանել իր սահմանի անվտանգությունը ապահովելու համար։ Իսկ մարտունակի բառի վերականգնման համար մենք ավելացնելու ենք զորավարժությունների, այսինքն պատրաստ ոչ զինուժում, ոչ մեր տեղեկություններով զորավարժություններ, իսկ բանակը նպաստելու է իհարկե սահմանամերձ վերահսկողի պաշտպանության։ Հիմա մենք ում ենք ուզում, որպեսզի մեր երկիրը այս իրավիճակից դուրս բերի։ Փորձառու մարդիկ, թե մեր երկրի գլխին փորձանք վերացնել։ Իհարկե փորձառուները մեր առաջնորդի գլխավորության։ Այնպես որ մեր բոլորիս խնդրանքն է, որպեսզի հունիսի 7-ին մենք գնանք եւ աջակցենք Հայաստան դաշինքին, այսինքն ես խոսքս ուզում եմ ավարտել, որ մենք դրանով կվերականգնենք մեր բարոյական, հավաքական կամքը եւ նաեւ մեր արժանապատվությունը։ Ուրեմն հունիսի 7-ին համար 17 միասին